Հանրաձայն, լավագույն եւ հարազատ։ Բարև ձեզ սիրելիներ, Սեզնիեդեն Գրիգորը եւ Սերլին վանացանի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեկ Հայաստանի երկրորդ մեծագույն քաղաքին Գյումրիի մեջ տեղի ունեցան ավականիի քաղաքապետական խորհրդի ընտրություններ։ Երեգոյան հետ քվեներու հաշվարկի բարձվեցավ, որ 82 ընդրադեղամասերու քվեներով ընդդիմությունը հարաճադար արդյունք արձանագրած է եւ իշխող քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը չհաջողած մեծամասնություն ապահովել։ Արդարև նախնական տվյալներով ընդդիմադիր ուժերը միասին հավաքած են քվեներու 50.6%-ը, մինչ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ստացած է 36%-ը։ Իսկ մնացյալ 14%-ը կբաժնվի բոլորին միջև եւ ընդդիմությունը կստանա ավելի մեծ բաժին։ 14/100-ը ընտրության շեմը չհաղթահարած գուսակցություններու քվեներու տոկոսն է, որ համամասնորեն կբաժնվի հաղթած ուժերու միջև։ Նշենք, որ անցման շեմը գուսակցություններու բարակային 4%-ն է, իսկ գուսակցություններու դաշինքի բարակային 6%։ Ընտրություններու նախնական տվյալներով Գյումրիի քաղաքապետական խորհրդի 35 աթոռները կբաժնվին հետևյալ ձևով. Սարիկ Մինասյան քաղաքացիական պայմանագիր գուսակցություն 14 աթոռ, Վարդան Ղուգասյան Հայաստանի համայնավար գուսակցություն 8 աթոռ, Մարդուն Գրիգորյան մեր քաղաքը դաշինք 6 աթոռ, Ռուբեն Մխիթարյան իմ հզոր քաղաքը գուսակցություն 3 աթոռ եւ Գարեն Սիմոնյան Մայր Հայաստան դաշինք 2 աթոռ։ Նախորդ ընտրություններու հետ համեմատելով այս անգամ ընտրության մասնակցությունը զգալի երբով բարձր եղած է։ Մասնակցած է 47454 քաղաքացի, ինչ որ կգազմե ընտրելու իրավունք ունեցողներու 42.66%-ը։ Անկախ դիտորդական առաքելությունները ընտրություններուն ընթացքին արձանագրած են բազմաթիվ խախտումներ։ Ցայներու հաշվարկի ընթացքին քաղաքին մեկ հատվածը ամբողջությամբ զրկված է էլեկտրական հոսանքե։ Կան սերբակալյարներ, ընդ որում ընդդիմադիր տեխնացուներ եւ սովորական քաղաքացիներ ներառյալ դարեցկիներ։ Այս արդիվ 5 իրավապաշտպաններու նախաձեռնությունը հրաբարացած է հայտարարությունը ուրգս է։ 30 մարտի հետ միջօրեին ընդրական իրավախախտում կատարելու գասկածով Գյումրիի մեջ սերբակալված է 4 քաղաքացի, որմե 3-ը 70, 80 եւ 90 տարիքի անց գիներ, սակայն մինչև գիշերվան ժամը 10-ը իրավաբանները չեն արդոնած փաստաբաններուն այցելությունը։ Կփաստենք, որ իրավաբաններու վարկագիծը ոչ միայն աբորինի է, այլև ընդգծված քաղաքական, որովհետև հստակ նպատակ կհետապնդե ուշացնելու քաղաքացիական պայմանագիր խմբակցության կառուցչական թեզերուն հերկումը։ Ինչ կվերապերի հարցի բարոյական կողմին, անոր անդրադառնալը նույնիսկ ավելորդ է, նշած է 5 իրավապաշտպաններու հայտարարությունը։ Երեկ ընտրություններ տեղի ունեցան նաև Արմավիր մարզի Փարակար համայնքի մեջ, ուր իշխող քաղաքացիական պայմանագիր գուսակցության տեխնազուն գրեց Բարդություն։ Գետրոնական ընդրական հանձնաժողովի տվյալներով Փարակարի մեջ կային 21004 ընտրողներ, որոնց մեկ քվեարկության մասնակցեցան 11528 քաղաքացիներ։ Արձանագրվեցան հետևյալ արդյունքները. Քաղաքացիական պայմանագիր գուսակցություն 3669, միասնություն գուսակցություններու դաշինք 6508, ազգային առաջընթաց գուսակցություն 900, գայունություն գուսակցություն 426, վրիբումներ եւ սխալ քվեներ 106։ Հայտնենք, որ ընտրություններուն հաղթած միասնություն դաշինքը փակացած է ապրելու երգիր եւ հաղթանակ գուսակցություններն։ Ցուցակը գլխավոր է Վալոդիա Գրիգորյան։
Ապրելու երկիր գուսակցության համահիմնադիր Մանեթ Անտիլյան Փարաքարի ընդրության արդյունքը մեկնաբանելով ընկերային ցանցի մեջ գրեց. Փարաքարի համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենագիտներ, Փարաքար համայնքի ավականի ընդրություններուն մեր խումբը հաղթեց, հավաքելով կվեներու 57 առ 100-ը։ Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար, այս դժվար ջամփուն ընթացքին միասնական ըլլալու համար։ Շուտով կբարձվի նաև Գյումրիի արդյունքները եւ բոլոր հիմերը կան արձանագրելու, որ Գյումրին եւս քաղաքացիական պայմանագիր գուսակցության չէ ընդրած եւ ինտիմատիրները բարդավոր են պաշտպանել ազատության Գյումրին։ Թող վերջապես սկիզբ առնե մեր հայրենիքը քաղաքացիական պայմանագիր գուսակցութենեն ազատագրելու ժամանակաշրջանը։ Հոհիտտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան հայտնեց, որ շաբաթ օր Ազատության հրապարակին վրա կատարված հանրահավաքը պատասխան մներ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողմէ Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններուն, այլև իշխող ուժի Արցախի հայության թեմ ադելության քարոզին եւ Հայաստանի ու Արցախի օրագարկները բաժնելու քաղաքականության։ Իշխանությունը կփորձի հասարակությունը համոզել, որ Արցախի անցումի գնով Հայաստան կփրկվի նոր պահանջները, սակայն իրականությունը ուրիշ բան ցույց կտա։ 2029 յետք ամեն օր կբացուցվի, որ Բաքու չի բավարարվիր Արցախով։ Անոր պահանջները շարունակ կավելնան Միչանսկ, Հայաստանի Ադրբեջանացում, նոր տարածքներու զիջում, սահմանադրության փոփոխություն, ռազմական դուքանքներ։ Այս բոլորը ուղղված է ոչ թե Արցախի, այլ ուղղակի Հայաստանի թեմ, նշեց Սաղաթելյան։ Այսպիսով Արցախի հայության իրավունքներու պաշտպանությունը հայկական շահերեն դարանչադելը, անոր հագացելը եւ հասարակությունը համոզելը, թե Արցախի հարցը փակելով կփրկենք Հայաստանը, ուրիշ բան չէ, քան դժնամի օրագարկին ենթարկվելու հերթական ակնարու արտահայտություն։ Վերջին 5 տարիները ապացուցեցին, որ Արցախի հրաժարումով Հայաստան ոչ թե փրկվեցավ, այլ դարձավ ավելի անպաշտպան։ Իշխանությունը ոչ թե կանխեց պատերազմը, այլ զայն ավելի մոտեցուց Երևանին։ Մեր պետականությունը ոչ թե ամրապնդվեցավ, այլ ենթարկվեցավ նորանոր ճնշումներու, ըստ պատգամավոր Սաղաթելյան։ Ուրեմն ջամփան ոչ թե մեր իրավունքներեն հրաժարումն է, այլ զանոնք ամեն գնով պաշտպանելը, հաստատեց պատգամավոր Իշխան Սաղաթելյան։ Երեք գարավարական ամառանոցներու մոտ արցախցի մայրիկներ իրենց երեխաներու հետ փողոքի ցույց մկատարեցին, պահանջելով, որ ապրիլին սկսյալ չդադարեցնել 40 առավել 10,000 աջակցության ծրագիրները։ 2023-ին արցախցիներու բռնի տեղահանութենեն յետք Հայաստանի կառավարությունը որոշած էր բնակարանի վարձակալության եւ դուրքերը վճարելու համար ամսական 40 առավել 10,000 դրամ դրամատրել արցախցիներուն։ Վաղը 1 ապրիլին սկսյալ կառավարության որոշումով թե աջակցության գումարը պիտի նվազի եւ թե ստացողներու թիվը պիտի կրճատվի։ Բնակարանային հարցերը չլուծած արցախցիներ գսեն, որ այս մեկը ուղագի ջամփամն է զիրենք բնակարանը զրկելու։ Արցախցի գիներ 3 կառավարական ամառանոցներու մոտ արի ցուցադրություն լվացք բրեցին ցույց տալու համար, որ եթե ծրագիրը դադրի, իրենք իրենց երեխաներուն հետ փողոց կմնան։ Մեր բանջը չի նշանակեր, որ Արցախցին գուզե դարիներով 40 առավել 10,000 ստանալ, Արցախցին բարձրապես կսե, որ լուծեցեք բնակարանային հարցը։ Այդ բահեն սկսյալ շատեր գտածին այդ գումարեն օգտվել է, դիտել դվավ փողոքող գիներեն մեկը։ Փողոքը ավարտելով Արցախցի մայրիկները կայլերթով կացին ազատության հրապարակ, ուր երկրորդ օրը լալով նստացույց կատարվեցավ։ Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհուրդը շաբաթ օրվան հանրահավաքին կառավարության ներկայացուցած էր 12 պահանջներ, որոնց կարգին ընկերային աջակցության ծրագիրը չկրճատելու եւ բնակարանային ապահովման ծրագիրը կատարելու պահանջ։ Բացի ընկերային պահանջներեն, արցախցիներ կպահանջեն Արցախի հարցը չփակել, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը պահել կառավարության եւ միջազգային ադյաններու օրագարկին վրա, Արցախցիներու ճակատագիրը որոշող հարցերու մեջ ներգրավել Արցախի իրավական ներկայացուցիչները, չանկեր գործածել Բաքուի բանդերու մեջ բահվող հայ քերիները վերադարձնելու համար։
Երեգվնե սկսյալ նստացույցի մասնագետները Հայաստանի իշխանություններեն կբահանջեն նաև բաժել արցախցիներու հանդեպ ադիլության կարոզ կատարողները, նշեց այս առիթով հրաբարակված հաղորդակցությունը։ Շաբաթավերջին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմէ հրաբարակված այն լուրերը, որ իբրև թե 29 մարտի երեկոյան եւ 30 մարտի առավոտյան Հայաստանի զինյալ ուժերու ենթաբաժանումները գրակ բացած են սահմանակոդի արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներու մեջ դեղագայված ադրբեջանական թիրքերու ուղղությամբ։ Այս լուրը չի համապատասխանիր իրականության, նշեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հայտնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկած է զինադատարի խախտումի դեպքերու հետաքննության համար Հայաստան-Ադրբեջան միացյալ համագարկը ստեղծել, սակայն Ադրբեջան մինչև օրս առաջարկին չարձագանքած։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կվերահաստատե, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշման համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդակցությունը հիմնավորող փաստերը, ցանոնք Հայաստանին փոխանցելու բարակային։ Համասկայնի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ եւ Երևանի Պետական համալսարանի Հայաստանի ազգային ակադեմիական գրականության հիմնարկի Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի համագործակցությամբ 28 մարտին Երևանի Պետական համալսարանի մեջ տեղի ունեցավ Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150-ամյակին նվիրված լսումներ։ Սերնարգը բացվեցավ Երևանի Պետական համալսարանի հայ բանասիրության ամբիոնի նախագահ դասախոս Արշալույս Գալստյանի խոսքով։ Գալստյան նշեց, որ նման մագարտակով աշխատաժողովը գմիդի քննարկումներու եւ հարցում պատասխանի ջամփով անդրադառնալ մեծ մտավորականին եւ հասարակական քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանին։ Ներկաներուն ողջունի խոսք փոխանցեց համասկայնի Երևանի գրասենյակի տնօրեն Ռոզան Արաքելյան, նշելով, որ ցերնարգին նպատակն է երիտասարդ սերունդին նոր ծևով բացահայտել եւ ներկայացնել Նիկոլ Աղբալյանի անձնվեր գերբարը իբրև գրթական մշակ եւ ազգային նվիրյալ գործիչ։ Արաքելյան անդրադարձավ գրթական այն ծրագիրներուն եւ բարեփոխումներուն, որոնք կատարված են Աղբալյանի օրով ազգի լուսավորության եւ գրթության համար։ Համասկայնի գիտրոնական վարչության անունով ողջունի խոսք արտասանեց գիտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյան։ Աշխատաժողովին խոսքեր արտասանեցին դոկտոր պրոֆեսորներ Դավիթ Կասպարյան եւ Ժենյա Գալանթարյան, դասախոսներ Աշխեն Չորպաշյան եւ Գնարիկ Աբրահամյան, գրականության հիմնարկի գիտաշխատողներ Արմեն Մանուկյան եւ Լուսինե Ավետիսյան։ Նիկոլ Աղբալյանի գերբարին եւ գործունեության անդրադարձավ Հայաստանի ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Գեգամ Մանուկյան։ Աղբալյանի մասին իր դպավորությունները ներկայացուց նաեւ դասախոս Վարդան Պետրոսյան։ Հայկական աշխարհի լուրերով, վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետեին Սերլին, Գրիգորը եւ ցայնի հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։ Հոս վանացայինն է։
Վանաձայն, լավագույն և հարազատ։ Հարկերի ունգընտիրներ, վանաձայնեն այժմ գահաղորդենք հավելված հայդակիրը։ Դարբեր գարձիկներ իրադարձության մշուրջը։ Միացյալ Նահանգներու համար Ադրբեջան չնչին նշանակություն ունի եւ գախված է խիստ չափազանցված իրանյան սպառնալիքեն Responsible Statecraft։ Երբ Միացյալ